Բարեկամներ ողջույն, շարունակում ենք մեր զրույցները ստեղծված իրավիճակների դիտավորյալ եմ հոգնակյուրով խոսում իրավիճակների շուրջ եւ քանի որ ես այդ մաքսիմալ անկեղծ եմ, պատմեմ թե ինչպես այս զրույցը որոշվեց եւս մեկ անգամ ծավալվել տաղավարում, օրերս Երևանի կենտրոնական փողոցներից մեկում լավ բարեկամին, ընկերոջը հանդիպեցի, ով քաղաքական առիթներով բազմիցս եղել է թե ռադիոկայանի եթերում, թե մեր մոտ տաղավարում վերջերս եւս հյուրընկալվեց եւ քանի որ հերթական հետարքիր քաղաքական ալիքն է սկսում մեզ մոտ, սկսեցինք զրուցել, ես իմ տեսակետը հայտնեցի, նա իր տեսակետը հայտնեց եւ հասկացանք, որ շատ հետաքրքիր զրույց է ծավալում եւ որոշեցինք իսկ ինչու այդ ամենը ծավալել առանց ունկնդիրների, եթե կարելի է հրավիրել տաղավար եւ այս թեմաների շուրջ, որը վստահ եմ նաեւ ձեզ կհետաքրքրի, խոսել տաղավարում ձեր ներկայությամբ։ Այսպիսով իմ զրուցակիցն է Լուսավոր Հայաստան կուսակցության հիմնադիր նախագահ Էդմոն Մարուկյան, ով եւ ասում եմ ողջույն։ Պարոն Մարուկյան, ողջույն։ Որևէ բան չեմ շապացնել, այդպես էլ եղել է։ Եվ իրոք զարգացումները այնպես են, հա, այնպես է ընթանում այս ամենը, որ մի ժամ, 2 ժամ, 3 ժամ զրուցենք չի բավականացնի, բայց կուզենամ մեր ուշադրությունը կենտրոնացնենք մեր փողոցում ընդհատված զրույցի վրա, Ալիևի հայտարարությունների, Սևանի վերաբերյալ եւ ոչ միայն ոնց հասկացանք, հա, կայսրական քարտեզները հիշեց Ալիևը։ Սկզբից լսեմ ձեր տեսակետը, հետո փորձենք զրույցը ծավալ։ Ինչու հանկարծ այն էլ Գիտությունների ակադեմիայի դահլիճում չէ, կարծեմ ասեմ։ Այո, տեսեք, քանի որ բանակցային գործընթացում որոշակի փուլում ես մասնակցել եմ, ես կարող եմ ասել հետեւյալը, որ մեր դիրքորոշումն է եղել, որ Ադրբեջանի հետ, նկատի Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն է, որ Ադրբեջանի հետ եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը, պետք է մինչ այդ լինի դելիմիտացիան եւ դեմարկացիան։ Մենք ունենանք հստակ սահմանագծված, սահմանազատված սահմաններ եւ քարտեզ, նոր ստորագրենք։ Հետո քանի որ ասվեց, որ բայց շատ դժվար է, շատ երկար կտևի, դա բան բարթեցվեց ադրբեջանական կողմից, բերեք ավելի շուտ, դա թողնենք ապագային, բնից դա միշտ կոնֆլիկտի ակունք է։ Չդելիմիտացված, չդեմարկացված սահմանը միշտ կոնֆլիկտ է ծնում։ Մեր դիրքորոշումը մենք վերանայեցինք հետեւյալ կերպ, որ շատ լավ կարող ենք կնքել համաձայնագիրը, սակայն դրա հետ պետք է լինի քարտեզ, որով պետք է արվի դելիմիտացիան։ Այդ դելիմիտացիան կարող մի քանի մետր էս կողմ, մի քանի մետր այն կողմը, բայց քարտեզ, թե ինչպիսին է պատկերացումը, գոնե դա պետք է լինի։ Եվ դե արդեն բավականին ժամանակ է ես հրաժարական ընտրել դուրս եմ եկել, հետագայում հայկական դիրքորոշումը տրանսֆորմացվել է եւ այնպես է ստացել, որ Հայաստանը ստորագրում է, նախաստորագրում է խաղաղության պայմանագրի նախագիծը առանց քարտեզի։ Ես հենց այդ գիշեր եմ քննադատել դրա մասին մենք խոսել ենք։ Այդ մասը թողնենք։ Հիմա տեսեք ինչա տեղի ունենում։ Այնտեղ հում կա Ալմաթայի հռչակագրին, որն ասում է, որ խորհրդային միության պետությունների սահմանները, որ այն ժամանակ վարչական սահմաններ էին, չէ՞, դառնում են պետական սահմաններ։ Եվ եթե Ալիևը, սրա պրոբլեմա ինչու եմ ես շատ սուր արձագանքել ես Սևանի ադրբեջանցիների վերադարձի նրա հայտարարություններին, պրոբլեմն էստեղ այն է, որ եթե նա ճանաչում է մեզ, եւ մենք Ադրբեջանին Ալմաթի հռչակագրով, այդ հռչակագրով եւ այդ ժամանակահատվածում Սևանը եղել է Սևան, այդ մեկ։ Մյուսը, եթե հռչակագիրը կա, մենք չպետք է քննարկենք պատմական, ցարական քարտեզներ էլ։ Չէ, բայց ինքը ասում է ցարական, իրեւ ցարականը շատ տարբեր ժամանակաշրջաններ։ Այո, դա էլ իր հետ, պարունակում, թե որ ցարական ժամանակաշրջանն է, չի հստակեցնում, բայց ասում է, որ եղել է Սևանը այսինչ անունով։ Այո։ Դա այդպես sense Ատեսիր է ալիք բարձրացնելու համար։ Բոլոր տեսակի, ոնց ասեմ, ներխուժումները պատմական եւ հիմա է, դրանք իրականացվում են որոշակի պատմական հենքով։ Այսինքն սկզբից դու ստեղծում ես դրա պատմական սոուսը։ Թե դու ինչ ես ուզում ասես, ինչ ես ուզում անես։ Մենք այդ սոուսը ստեղծում։ Հա, մենք հիմա չենք ստեղծում որևէ սոուս։ Ինչ է ստեղծած այդ սոուսը։ Մուշուղանը, Արարատի գլխին։ Մենք խոսում ենք նրա մասին, որ այսօրվա կնքված իրողությունների շրջանակներում մենք մեր սոուսները փակել ենք, այդ ձեր տեսանկյունից ինքը շարունակում է բաց պահել այդ դուրը։ Եվ այստեղ վտանգն ինչու՞մն է, որ վաղը մյուս օրը իրենք շարունակելու են պնդել, որ չէ, բայց այդ այն քարտեզը, որը դուք ուզում եք որ սահմանները գծվի, դա մենք հիմք չենք համարում։ Մեր հույսը հիմա այն է, որ քանի որ Միացյալ Նահանգներում մենք նախաստորագրել ենք հռչակագիր
Աչագերի ստորագրենք, իսկ նախաստորագրենք խաղաղության պայմանագրի նախագիծը, եւ ապագայում, եթե մենք մեր սահմանությունը փոխենք, նաեւ կստորագրվի դա, Ադրբեջանի պահանջն է, մեր ուստային որ ամերիկան կպահի այդ մասը։ Եվ այս իմաստով հիմա, օրինակ, մենք միշտ քննադատում ենք, բայց պետք է նայել, ինչ է պետք անել։ Ես տեսա վարչապետը փորձում էր տենց մոտավորապես բանանի Դե ասում են պատմության, եթե խոսել ես կասեի լղոզում ենք հիմա։ Մենք հիմա լղոզում ենք, բայց իրականում մենք ինչ է պետք անել։ Ոչ պետք է ճվալ, ոչ գոռալ բան։ Պետք է Հայաստանը տար նոտա։ Հետևյալ ձևակերպման, որ մենք իրար ճանաչել ենք Ալմատի երշակագրով, ասած, սա մեկ, պատմական քարտեզները տեղին չեն, եւ այս իմաստով չի կարող Ադրբեջանը այս խոսույթը բացել եւ Միացյալ Նահանգներ դիմել Թրամփի ադմինիստրացիային, որ մենք ձեր ներկայությամբ բան ենք ստորագրել եւ այս մեր ստորագրած բանը արդեն քանի անգամ այլ ձևերով մեկնաբանվում է, որտեղ նայեք եկեք չկտրենք կոնտեքստը, որտեղ մինչև այդ կա Զանգեզուրի Միջանցքի խոսակցությունը, քանի անգամ վարչապետը արձագանքեց, որ բայց չէ, բայց մենք ցենց դա հասկացանք Զանգեզուրի Միջանցքը Հայաստանի հետ կապ չունի, իրանք ինչ ուզում են կոչեն, Զանգեզուրի այսպես կոչված Միջանցքի մի հատվածը Թրիփուղին է, որ ասում է Հայաստան։ Դե բայ ոնց է։ Այդ հարցը չի փակվել դեռ։ Չէ, այդ հարցը չի փակվել դեռ, որովհետև այսօր էլ Օրբելի կենտրոնը քննարկում է կազմակերպել, էլի Միջանցք հարցի վրա խոսակցություն բացվեց, նախարարը անհարկել է։ Արգոս նախարարը ասել, որ խնդրում է Միջանցք մի օգտագործեք, այսինքն այս խոսակցությունը չի փակվում, Ռաֆայել ջան։ Իմ ասածը սա է, որ փակվելու այն առումով, որովհետև մենք ենք այն մեր հասկանում եմ վախերով, ուծեև արդարացած վախերով, անդադ բաց ենք պահում, բայց այսպես եթե էմոցիան մի կողմ դենք, ես այսպես եմ պատկերացնում, դուք եթե սխալ եմ ասեք, այդպես չի, ես իմ պատկերացումը ասեմ։ Նույնն է թրիփի հետ կապված, ես պատկերացնում հետեւյալը, ինչ այդ թրիփը Զանգեզուրի այսպես կոչված Միջանցքը, դա հսկայական ճանապարհ է, որը Ադրբեջանը, ասում է, կենտրոնական Ասիայից, ուծեև Չինաստանի կողմերից գալիս է եւ բեռները տանում է ասենք Եվրոպա կամ Սևծով կամ Թուրքիայի այդ հանգիստները, հա, որ բեռները տեղափոխվի եւ այդ Զանգեզուրի Միջանցքը իրանց ասած անցնում է նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքով, որի հատվածը կոչվում է Թրիփ, որովհետեւ մեզ համար այդ անունը մենք գնացենք ասենք Թրիփ, օքեյ։ Հիմա ձեր համար կարևոր է, մենք սա նախորդ եթերում քննարկենք, բայց մեր համար կարևոր է թե դրա անունն ինչպիսին է, թե բովանդակություն։ Օրինակ ես շեշտադրում եմ միշտ բովանդակությունն է, այնտեղ հրացան անարքել ճանապարհը, որը անխոչնդոտ, որը ամենա այսպես վտանգավորն է, բայց ասում են նայեք, նույն Միացյալ Նահանգներում գնում ենք Միացյալ Նահանգներ, face recognition կոչվածը, դա անարքել անխոչնդոտ անցումն է, եթե այդպիսի բան է լինելու, Եթե հիմա դերեսորել էլի հետ հարցուվատացանի ժամանակ Արգոս նախարարի հետ մենք չունենք դետալներ։ Դետալները բանակցում են։ Հիմա իմ ասածն այն է, որ մենք ունենք այստեղ իրավիճակ, որ Ալիևը չի փոխում իր նպատակը, առայն որ Հայաստանը պետք է դառնա ոնց ասեմ, Ադրբեջանի խառնուրդ պետություն։ Հիմա սա շատ վատ է հնչում, եղբայր, բայց այդ շատ վատ է հնչում, բայց վերջը գալիս է։ Ինքը ասում է, նայ, եթե մենք բերում ենք բնակեցնում ենք Հայաստանում, բայց եթե, այդ շատ մեծ է, եթե է, ով է դա ընդունում, ոչ ոք չի եկել։ Նայ, բոլոր հայտարարությունները երեք որ եղել են, չի եղել որ եղբայր դուք որևէ ադրբեջանցի չպետք է վերադառնա Հայաստանը պետություն բնակվի։ Չի կարող նման բան լինել։ Եթե մենք փակել ենք, չենք պահանջում մեր ժողովրդի վերադարձը Բաքու, Սումգայիթ, Շամխոր ու այդպես թվալ։ Դեռ ամենաթարմը չէ Լեռնային Ղարաբաղ, մենք չենք պահանջում, չէ։ Հիմա ո՞նց է որ այդ պահանջը, նայ, սենց էր բանը, որ մենք չպահանջենք, իրանք չեն պահանջի։ Դες մենք չենք պահանջում, իրանք շարունակում են պահանջել։ Այսինքն ես այստեղ ինչ եմ ուզում։ Ես ուզում եմ որ մեր պետական քաղաքականությունը ինքը երաշխիքների եւ երաշխավորների միջոցով այս հարցերը կարգավորի, որովհետեւ վաղը մյուս օրը ժամանակին երբ որ ասում են Զանգեզուրի Միջանցք, չէ՞, ասում են լավ, արա իմաստ չունի դրա կենտրոնանալ բան, ես իմիստ չի, բայց ինքը եկավ դարձավ միջազգայինորեն ընդունված քաղաքականություն եւ բոլորը ընկալում են այն, որտեղ Ադրբեջանը այնքան ասեց, այնքան աշխատեց լոբիստական բան, որ արդեն բոլորը գիտեն ինչ է։ Հիմա նույն բանը լինելու է ադրբեջանցիների վերադարձի հետ։ Եղբայր, իմ մտավախությունը սրա մեջ է որ հայկական կողմը փորձում ասես լղոզի բանանի դե լավ, ախր մի կենտրոնացեք, արդեն խաղաղություն է բան այստեղ է խնդիրը, այսինքն ոչ ոք պատերազմ չի ուզում, ոչ ոք չի ասում, որ բանը այդ խաղաղության գինն ինչ է, խաղաղությունը չի, խաղաղությունը
Այսեք տեսան ինչ հայտարարություն կար, որ խաղությունն էլ են դրանք չուն։ Իսկ ով ասեմ մենք վերադարձ այսպես կոչված ինչի ենք դիտարկում, որ գալիս են ապրում են մշտական պետակություն հաստատում։ Գուցե այդ որ ասում էր ոչ թե տանգերով, այլ մեքենաներով, գուցե մարդը որ այստեղ ծնվել մեծացել է, գա տեսնի եւ գնա։ Խոսքը գնում է Արևմտյան Հայաստան կամ ոնց որ մենք ենք գնում որոշ պատմական Հայաստանի հատվածներ, որտեղ մարդիկ ծնվել ապրել են, կան տեսնեն, հիմա մենք էլ ենք ասում, չէ, այս ինչ բնակավայրում ես տներն են ուզում եղբայր։ Տենց ձևակերպում կա։ Իրենք իրենց տներն են ուզում։ Հիմա տես, ես պատմեմ նախապատմությունը։ Երբ որ 88, 87, 88 խորհրդային միության փլուզման այդ շրջանն ա եղել, չէ՞։ Սկսվել է կոնֆլիկտը։ Կոնֆլիկտի ժամանակ եղել են ջարդերը, Բաքվի, Սումգայիթի, մեր մոտ են որոշակի դեպքեր եղան, եւ երկու կողմից սկսել են հայ ժողովուրդը, հայ ազգը եւ ադրբեջանցիները տեղափոխվել խորհրդային Հայաստան եւ խորհրդային Ադրբեջան դեռ։ Եվ այդ process-ի ժամանակ մենք մեր արխիվներում ունենք, մենք ժամանակին հանել ենք, որ մենք փոխհատուցումներ ենք տվել իրանց տների համար։ Մենք գայի միգալկեքով, գայերով ոստիկանությամբ ճանապարհել ենք, ուղեկցել ենք, բայց նաև ասեմ ձեզ դեպքեր են եղել։ Դե դեպքեր եղել են, բայց զանգվածային հա, զանգվածային ոսիյազմը չի եղել։ Այնտեղ բռնաբարություն բանից մազապուրց եկել են մերոնք։ Բայց նաև դեպքեր են եղել, էս էլ է պետք ասել, որ տներ են փոխանակել։ Ասենք դու Սումգայիթ ես ապրել, մեկը չգիտեմ, որ գյուղում հայկական, չէ՞։ Տները փոխանակել են վեր։ Հիմա այդ հարցը չի բացվում այն բանով, որտեղ մենք չենք բացում, որ հայերը հետ գան, չէ՞ տորակակ չունենք մենք էլի պետականորեն։ Եվ իրանք հետ չպետք է բացեն, որտեղ դրանք բաշնաբաշա, ոնց ասեմ, դեմարված փոխադարձ է։ Եվ այդ հարցը, բայց Ադրբեջանը շարունակում է պնդել, բայց չէ որ դուք ադրբեջանցիներին հանել եք ձեր երկրից, բաբաբան, բայց որ տենց է մենք պետք է ասենք դե դուք հայերն եք, չէ՞ հանել։ Ու կոնֆլիկտը շարունակվելու է։ Հիմա մենք չենք ասում, որ կոնֆլիկտը չշարունակվի, այդ մտայնությունն է մեզանում։ Ինքը շարունակում է ասել։ Գուցե պետք է ժամանակ շահելու համար են կան։ Դրան գումարը, ես ասեմ, Ղարաբաղի հարցն է, այսինքն Ղարաբաղի հարցը ինչպեսին որ ինքը կա։ Այսինքն 150,000 մարդ թարմ հենց նոր տները թողել է, տուն, գերեզման, բան ինչ ունի։ Եկել է Հայաստան։ Հիմա այդ հարցն էլ որևէ ձևով չի դրվում։ Իմ մոտեցումը հետեւյալն է, միշտ ես ասեմ։ Ես միշտ ունեցել եմ հետեւյալ մոտեցում, որ մենք պետք է Ադրբեջանի խնդիրները չփակենք։ Սրանք Ադրբեջանի խնդիրներն են։ Այն մտայնությամբ, որ ինքը մեր դիմաց չբացի, այսինքն մենք ասենք այս խնդրեմը կա, դուք էսենց բան եք արել, ինքն ասել է դե դու ես արել, հա։ Բայց շարունակում ենք բանակցություններ եւ այլն, կնքվում է խաղաղության պայմանագիրը, որոշակի պայմաններով երաշխավորներ են լինում։ Ես սկսում ենք ապրել իրար հետ։ Բայց երբ նա իր քարտը բարձրացնում է, քո դեմ դու քարտ ունես իր դեմ։ Մենք դա չարեցինք, մենք արինք հետեւելը, մենք դրել ենք մեր քարտերը, չգիտեմ, կորցրել ենք, արդեն սեղանի տակ ենք դրել, ինքը անդադար այդ քարտերը շարքում է։ Հիմա միջազգային հանրության ընկալման մեջ լինելու է հետեւյալը, որ մենք ադրբեջանցիներին էթնիկ զտման ենք ենթարկել Հայաստանից եւ պարտավոր ենք ընդունենք։ Վաղը միսօրով ոնց ենք ասելու, չէ, չենք ընդունում։ Եվ որ Ալիևը հիմա հայտարարում է առաջ 120,000 հայ մենակ շատ լավ, բայց դուք քարտը չեք բարձրացնում։ Ճիշտ է, չենք բարձրացնում, բա որտեղ ենք բարձրացնում։ Դե նկատի ունեմ միգուցե մինչև այդ զուտ էս թեժ վիճակը պետք է հովացնել, որ այդ հարցերը։ Դե թեժ վիճակ հիմա չկա, հիմա թողացած վիճակ։ Մտավորականների, որոշ մտավորականների ձևակերպումն է, բա դու չասեցիր սա, բա դու չասեցիր նա, բայց ամեն ասելուց հետո էս ամեն ինչը չի լինի, բա որ ագրեսիայից սկսած առանց չոր փաստեր, առանց էմոցիայի, առանց դրոշ վառելու, առանց լալահարաջ, տես ինքը տես էմոցիաները հանել արդեն։ Ինքը գիտությունների ազգային ակադեմիայի ուսանողական, ցանազորև եւ իրավական բաների, ասում ժողովրդի Սևան վախեցեք, չէ՞։ Վախեցեք, մենք գանք բանը, դե Սևան չկա, դե այնտեղ գյոյ չա եղել, ինքը չի ասում որ Շահաբասի ժամանակ հայերը այստեղից էթնիկ զտվել են, հետո շատ քիչ են հետ եկել, ինքն ասում է բանը ցարական Ռուսաստանը ձեզ բերել է, այսինքն ընդհանուր նարատիվը Ռաֆայել ջան գնացել չի ասում։ Հա, չէ, ընդհանուր նարատիվն ինչն է ասում, ախպեր դուք եկվորներ եք, հատե եկե բնակվել եք, բայց այդ սաղ տեղանունները, դա շեշտ եմ ասում, բոլոր տեղանունները ադրբեջանական են։ Այդ իսաղ մերն է, սա շատ վատ ճաշը, հասկանում ես, որ ինքը եթե եփեց դրա ուտելը դժվար ալնելու։ Բայց ինչի մենք մինչև այսօր անգամ դասագրքերում եւ այլն նույն Թումանյանի կենսագրությունը ընթերցում ենք գնաց Ջալալօղլու դպրոց, չենք ասում Ստեփանավանի կամ մինչև հիմա ասում ենք Բաշապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտ, չենք ասում Վանաձորի կամ Կիրովականի կամ, հա։ Այսինքն որոշ անուններ, չէ, Ղարաքիլիսը ադրբեջանական չի եղել, հասկանում եմ, բայց ուզում ասեմ տեղանունների նույն Ալավերդին կամ նույն, ասենք մերոնք ծագումով Դուդումաշե գյուղից են, որ հիմա դդմաշինա դարձել, հա եւ այլն։ Ինչու ենք մենք որոշ անունների հետ օքեյ, ինչպես ասում են, որոշ տեղանունների շատ վախեցած։ Ինչի ասեմ, որովհետև այն անունները որ օքեյ են, ինքը այդ պարսկական է, հա։ Այո, այդ անվան ծագումն է, ոչ թե պարսկական, նաև այդ դրվագը կա, բայց
այդ անվան ցակումնաբանությունը չի բերում նրան, որ դա Ադրբեջանինն է։ Ալիևի ասածը ուրիշ բան է։ Ինքն ասում է տեղանուններն ադրբեջանական են։ Մենք այդտեղ ապրել ենք, եւ մենք պետք է հետ գանք։ Ու ասմականները ասում են մենք շատ պետություններում ենք ապրում։ Մենակ չենք ասում Հայաստան։ Եվ ոչ մի պետության ներքին գործերին չենք խառնվում, մենք լավ ժողովուրդ ենք, բան խաղենք, ոչ մի խնդրեմ չենք ստեղծի, բայց պետք է գանք, մի վախեցեք։ Հիմա նայ, ասենք, հիմա եթե Փաշինյաններ օրինակ պատկերացնենք մեր ղեկավարը երկրի, կանգնի ասի կամ ասեր մինչև այդ, ասեր լավ կոնֆլիկտը ավարտված է, մենք Բաքվում ունեցել ենք այսքան 100,000 բնակչություն, մտավորականներ, բժիշկներ, մշակույթի կենտրոններ, բան մենք չենք խանգարել, ես նորմալ իրար հետ ապրել ենք, որևէ խնդիր չի եղել, եւ մենք ուզում ենք էլի վերադառնանք այդ նավթային այդ տնտեսության մեջ մեր ներդրումն ունենանք, մեր զարգանանք, որ նավթային բիզնեսի մեջ են եղել, հետ գնանչել ենք ունեցել, չէ՞։ Հա, եթե ինքը դա աներ, Ռաֆայել ջան, կամ որևէ քաղաքական գործիչ ոչ ոք չի անում։ Ես կասեի դե Ալիևն էլի պատասխան ասում, դե պարզա։ Պետք է Ալիևին Շիրվանզադեի վեպը կարելի է նվիրել, ասենք, որ հայերի գործունեության Մարկոս աղա Ալիմյանի տունը կռիվ էր ընկել։ Դե էտա որ տես այսինքն այսինքն որը ապացուցում է ինչ վիճակեր եւ այն գոնե է դա։ Հիմա հակառակ կողմից սկսվել է այս պատմական նարատիվների ձևավորումը։ Նայ ռուսները որ մտել են Ուկրաինա, իրանք դրատակ դնում են պատմական նարատիվ։ Այս ինչ բանը իշխանը են, ինչ իշխանի հետ, sense հարց է եղել, բանը, այսինքն տակեր կարծեն որ նա ինտերվեր անը Պուտինը մի ժամ պատմություններն են բացատրում, որ այ պատմականորեն, դա սաղ մերն է աղբեր, դա համար ենք մենք այդտեղ եկել։ Եվ այս նարատիվները բոլոր մեն պետությունները ովքեր ուզում են պլաններ ունեն որոշակի բանը expansion-ը ոնց կներ բանանելու ծավալվելու բանանելու հա լայվելու եւ մենք դրա դեմը պետք է առնենք խոսքը չի լինում պրոպագանդա գիտություն նարատիվների կռիվ ասա մեծ հաշվով հիմա մեր կռիվը տեղեկատվական դաշտում է արդեն եկել դարձել էլի Twitter-ում ակռիվներ գնում տարբեր գործիչներ։ Դե պարզ հնարավորությունների հետ կապված պարզ թուրքական աշխարհի զուտ թե լոբիստական առումով, թե ֆինանսական առումով, թե ինչ մենք ակնհայտ տեսնում ենք համացանցում։ Մենք եթերից առաջ տեսակցության առաջ համասարանի մասն ենք խոսում, նույն Յուտա Բալայը որտեղ սովորել եմ, գրադարանում 4-րդ հարկում հսկայական թուրքագիտության, ասեն, գրադարանի բաժին կա, բայց հայկականության հետ կապված գիրք որոնեցի մի 2-3 գիրք հազիվ գտա, այնինչ մերը պետք է լիներ ամբողջական բաժին հաշվի առնելով թե պատմությունը, հա, եւ թե հայերի կշիռը, թե Միացյալ Նահանգներում, բայց հիմա եկեք գործնական առաջարկ անենք մեր պետությանը։ Ես առաջարկում եմ, որ օրինակ մեր ԱՐԳՆ-ն, նաեւ վարչապետի աշխատակազմը կարող են աշխատանք տանել, օրինակ կարող է լինել պետական դեպարտամենտի ղեկավարի կամ փոխպետ քարտուղարի որևէ հայտարարություն որ նկատեցինք Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, կարծում ենք այնքան էլ օրինակ շատ սուրը չեմ ասում, պատկերացրեք։ Կառուցողական չէ, Միրզոյանը ասեց կես ժամ առաջ։ Կառուցողական չի բխում օգոստոսի 8-ի ոգուց, դա միանգամից իրան տեղը կբերի։ Հասկանում եք, բայց երբ որ ասեց, ասենք Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ սա կառուցողական ամերիկյան բան, ասեմ, մեր ԱԳՆ-ն աշխատի, որ ամերիկյան, հասկանում ես ինչա։ Այսինքն մենք ամերիկան ենք, չէ՞ թե պայմանավորվել։ Ստորագրած փաստաթղթը վերահսկող մարմինն է, որ ասի, բայց մի րոպե Ժորժան, այսպես։ Մենք Տրամպի ներկայությամբ ենք, չէ՞, բան ենք պայմանավորվել, ապա ոնց որ խառնում եք։ Այսինքն, նայ 1 2 3 4 Այս 5-րդն ասում են լավ դե մենք նկատեցինք որ շոսում Շանհայի համագործակցության կազմակերպությունում դու ես հայտարարություն արի։ Մենք նկատեցինք որ բանը մել արեն, դե էլ արեն մի վերահսկող մարմին է։ Այսինքն դրա համար է շատ կարևոր որ բանակցային գործընթացում այդ հակակշիռների մեխանիզմ լինի, հասկանում ես, այդ անվտանգության երաշխիքներ լինեն։ Տես Ուկրաինա, Ռուսաստան բանակցությունները որ գնում են, չէ՞։ Ինչ պայմաններով էլ երբ որ կռիվը կանգնել, չէ՞, Ուկրաինան հասել անան, որ ռուսները համաձայնվել են որ անվտանգության երաշխիքներ են տալու Ուկրաինային չհարցակման։ Պլյուս դրան, նաև Եվրոմիության երկրներին են արդեն ասել, որ մենք նաև ձեզ ենք տալու, որ հասնենք այդ բանը։ Ուղղակի արդեն մնում է այդ դետալներին, չէ՞, որ ինչ որ, բայց երբ որ իրանք ունենան, ինչ որ մի օր լինելու է այդ հրադադարը, մի բան ստորագրվելու։ Դրա մեջ լինելու է այդ երաշխիքները։ Այստեղ ես կարծում եմ մեր բացը, որը բնականաբար անդառնալի չի, մենք կարող լրացնել, մեր բացը դա է, որ մենք պետք է անվտանգային երաշխիքների մասը լրացնենք։ Այս է ուզում ասել։ Բարամյան փողոցի վրա շարժվելով առաջ, բարեկամներ, շնորհակալ եմ ուշադրության համար, ձեզ էլ եմ շնորհակալ, կարծում եմ զրուցելու կառուցողական զրույցեր։ Ունամ հուսամ, հեռուստադիտողները թող դատեն, կարծում եմ արդեն դեռ կունենանք, սպասենք, տեսնենք այս ամենակրի եւ այս առաջարկը, որը հնչեց մեր եթերում, ուսեւ ականջան դուր լինեն, ով բարի։ Այսքան այսօրվա համար բարեկամներ, շնորհակալ եմ, լավ եղեք, կհանդիպենք։